Եվս մեկ անգամ հպարտությամբ նշենք, որ այո, Գյումրու դրամատիկական թատրոնը 160 տարեկան է։ Բայց, ինչպես նաև նշում էին դերասանները, միշտ երիտասարդ, որովհետև հենց այդ շնչով էլ շարունակում է թարմ պահել եւ առողջ պահել Շիրակի մարզում մշակութային կյանքը, ինչպես եւ խոստացել էինք, եկավ ժամանակը իմանալու շատ մանրամասներ, թե ինչպիսին է լինելու հոբելյանական տարին։ Մեր տաղավարում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ինչպես է սկսվել ձեր օրը։ Շատ վաղ, ես կարող եմ ասել։ Շատ վաղ, միանշանակ ճանապարհ է, բայց փորձեր են, ամենավերջի փուլն է, լարված ենք, բայց պիտի ամփոփենք, որովհետև նախ ասեմ, որ մենք ամբողջ տարին ենք նշում որպես թատերական տարի, այսինքն եւ տարին սկսեցինք հոբելյանների շրջանակներում յուրախաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ուզեցանք, որ ամբողջ տարվա ընթացքում լինի, ամփոփումը լինում է 25-ին, բայց դրանից հետո ունեցել ենք երկու առաջնախաղ, մի քանի օր առաջ ունեցանք Պարոն Ծատուրյանի հոբելյանին նվիրված նոր առաջնախաղ, որի կադրերը տեսանք հոկտեմբերի սկզբին մենք մեկնեցինք Ղազախստան փառատոնի, քիթվեց փառատոններ, ու ասեմ, որ շատ լավ էր կազմակերպված առաջին հերթին եւ ամենակարևորը շատ կարևոր մրցանակով ենք հետ վերադարձել, Արտուշ Միքայելյանի աշխատանքն ենք ներկայացնում, հատուկ մրցանակի ենք արժանացել, հետ ենք վերադարձել եւ հիմա արդեն պատրաստվում ենք մեր հոբելյանական երեկոյին, ասեմ, որ ինչով է տարբերվում։ Ես բախտ եմ ունեցել նշել նաև որպես ղեկավար 150-ամյակը եւ փոքրինչ այլ էր ձևաչափը եւ մտածում ենք, թե ինչպես պիտի անենք, որ մեր 160-ամյակը տարբերվի։ Էլ ավելի այլ կերպ լինի եւ հիմա մտածվել է մի ձևաչափ, մի հետաքրքիր ձևաչափ, որտեղ ոչ թե լինելու են շնորհավորանքներ, ոչ թե լինելու են, երբ որտեղ դերասանները խաղում են, այլ այդ օրը Գյումրիում մենք ունենք շատ հետաքրքիր նորաստեղծ երիտասարդ երաժշտական խումբ, Վոլկայցիկ, որի հետ համագործակցեցինք եւ ունենք արդեն մոտ 1 ժամանոց շատ հետաքրքիր համերգ, որտեղ կենթանի երկում են։ Մենք վիճակվել եւ հյուրընկալել ենք նրանց այստեղ։ Հիմա արդեն իրենք համագործակցում են մոտ 6 ամիս է արդեն թատրոնի հետ եւ հիմա բեմադրություն ենք ստեղծել, որտեղ երգում են, պարում են դերասանները, այդ օրը չեն խաղալու մեր դերասանները։ Համերգային ծրագիր է սպասում։ Համերգային ծրագիր է եւ ասեմ, որ այդ ներկայացում արդեն հետագայում ինքը կդառնա ներկայացում եւ թատրոնի խաղացանկում կլինի անպայման արտիստիկ համերգ։ Այդպես ենք անվանել։ Քանի որ սկսեցինք արտիստիկ համերգից, կարող ենք մի փոքր էլ այս փակագծերը բացել, թե ինչպես է ընտրվել ծրագիրը, արդյոք դերասաններն են առաջարկել, թե որ ստեղծագործությունները կկատարեն։ Մեր դերասանները շատ սիրում են բացի խաղալուց նաեւ նկարել, երգել, պարել եւ միշտ խոսակցություն կար, որ ինչու մենք չունենք մի ներկայացումներ կա, որտեղ փոքրինչ երգում են, բայց ներկայացում, որտեղ լինի մյուզիկալ ու իրենք կարողանան երգել։ Օրինակ Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգորյան Սամվելը ու այդպես բոլորը անընդհատ խոսակցություն կար, որ ուզում ենք եւ առաջարկ եղավ, որ այնպես անենք, որ 1 ժամանոց ծրագիր լինի, ինքը լրիվ բեմադրություն է, ունի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն է ռեժիսորը, պարերը Արինա Արարատյանն է, բայց պիտի ունենար որոշակի սյուժե, որպեսզի հետաքրքիր լիներ։ Իհարկե այդ ամեն ինչը պիտի նորից դրամատուրգիա լիներ եւ իշտորիվ Ռաֆայել Ասատրյանի շատ հետաքրքիր դրամատուրգիա ստեղծվեց եւ մենք ունենք տարբեր ժանրի, հայկականը միանշանակ պարտադիր է, երգեր, որոնք համեմված են թատերականացված պարերով, որոնք ունեն իրենց հերթին սյուժեներ։ Այսինքն ինչ է լինելու, ավանդական ձևաչափով չի նշվելու թատրոնը իր 160-ամյակը, ինչպես պատկերացնում են, այլ ու նաև շատ երիտասարդներ կան, որոնք նորովի են ներկայանալու եւ կուզենանք այդ տարբեր սերնդի ներկայացուցիչները լինեն բեմում։ Ամենայն դեպս 120 հոգանոց կոլեկտիվ է, ստեղծագործական խումբը 35 հոգի է, 32-ը բեմում են լինելու այդ օրը։ Իսկ երիտասարդների ներգրավվածության մասին ինչ կասեք վերջին տարիներին։ Գիտեք, ես կարծում եմ նորություն ասած չեմ լինի, որ Գյումրու թատրոնը ինչքան մեծանում, այդքան պիտի երիտասարդանային։ Դու միշտ պիտի կարողանաս հին արմատախիլ չանելով նորը կառուցես։ Եվ այն մեծ խումբը երիտասարդների, որ այսօր թատրոնում է ու աշխատում է, եւ որպես ռեժիսոր, եւ որպես դերասան, դա շատ կարեւոր է, որովհետեւ մեծերի կողքին իրենք պիտի լինեն եւ շատ ուրախ եմ այն հանգամանքով, որ երբ որ նոր ռեժիսոր է գալիս, երիտասարդների էլ է ընդգրկում, պարտադիր պիտի լինի այդ երիտասարդական շունչը, որովհետև մենք ինքներս
կար ժամանակ, որ երիտասարդ էինք ու հասկացել ենք, որ երբ որ Որքան կարևոր է ներգրավվածությունը երիտասարդների։ Միանշանակ ես կարծում եմ, սա վստահ կարող եմ ասել, որ բոլոր շնորհալի երիտասարդների համար Գյումրու Վարդանաճեմյանի անվան թատրոնի դռները բաց են, ովքեր ունեն ասելիք ու անելիք։ Եվ այդ օրինակները մենք տեսնում ենք հիմա, ինչպես նշեցիք Ռաֆայել Ասատրյանը ժամանակին Գյումրու դրամատիկական թատրոնում իր առաջին քայլը որպես ռեժիսոր դիպլոմային աշխատանքով արեց։ Կապը նաև Թատերական ինստիտուտի հետ, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի, ինչպես են ուսանողները դեռ ուսանողական տարիներից արդեն կապը պահում թատրոնի հետ, ստեղծագործում, շատ հաճախ ներկայանում թե ամանորյա, թե երեկոյան ներկայացումներում։ Գիտեք, երբ 30 տարի առաջ բացվեց Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում մտահղացումը եղել է դա, որովհետեւ այսօր ես ինքս այդ մասնաճյուղի շրջանավարտ եմ եւ շատերը այսօր թատրոնի 80%-ը մեր մասնաճյուղի շրջանավարտներն են։ Ինչը պարտությամբ է, չէ՞։ Ու իհարկե ես սիրում եմ, որովհետև շատ կարևոր է, երբ որ դու սովորում ես այդտեղ ու հետագայում դու գնում ես քո թատրոն։ Շատերը հենց տեղափոխվեցին։ Ուսանողական տարիներին մեր այդ կապը թատրոնի եւ ինստիտուտի շատ ջերմ է եղել եւ ուսանողական տարիներից ես ինքս եղել եմ թատրոնում։ Հետագայում այնպես ստացվեց, որ ես արդեն աշխատում եմ որպես դասախոս, հիմա իմ ուսանողներն են։ Մի շատ կարևոր բան կա, որ պիտի հենց ուսանողական տարիներից լինես ու պարտադիր չի, որ դու եւ պիտի մասսայական տերում հանդես գաս եւ ինչու՞ չէ գլխավոր տերում։ Մենք ունենք ներկայացում, երբ որ ես բեմադրում էի Հարսանիք թիկունքում, շատ տարբեր կերպարներ կար, որ պիտի ընտրեի եւ հենց ուսանող էր այդ ժամանակ Տարոն Գրիգորյանը, երբ ընտրվեց, շատ լավ հիշում ես, երբ ընտրվեց որպես գլխավոր դերակատար, այսինքն կարող է ուսանողը երկրորդ կուրս լինի ու հենց գլխավոր տերում է հանդես գա, եթե իր կողքին պրոֆեսիոնալ դերասաններն են ու օգնում են։ Այդ նույն է դեպքում էլ մեր 160-ամյակի նվիրված միջոցառմանը մասնաճյուղը իր մեծ մասնակցությունն ունի եւ ընդգրկված են նաեւ մեր համերգին։ Այո, եթե հետ նայենք թատրոնի պատմությանը, որ շրջանն է ամենանշանակալից ըստ ձեզ։ Գիտեք, ես ղեկավարում եմ մի թատրոն ստեղծագործական մասով, որտեղ աշխատել են այնպիսի երևելի մարդիկ, ինչպիսին է եղել Վարդան Աճեմյանը, Երվանդ Ղազանչյան, Խորեն Աբրահամյան, Գրիգոր Մկրտչյան, Հակոբ Ղազանչյան, Ալբերտ Մկրտչյան, Նիկոլայ Ծատուրյան։ Մեծ պատասխանատվություն է, երբ որ դու այդ մարդկանցից հետո պիտի շարունակես այդ ուղղությունը ու կարողանաս անել։ Յուրաքանչյուր ժամանակներ ունեցել է իր պարտությունը, լավ վատ կողմերը։ Նորություն ասած չեմ լինի, որ ամենադժվարին պահերին, երբ երկրաշարժի տարիներին երկրաշարժ էր եղել, պարոն Ղազանչյանն է եղել ղեկավարը թատրոնի գեղարվեստական, 1 տարի անց վարագույրը բացվել է։ Մեր թատրոնը մի շատ կարևոր առանձնահատկություն, ինքը կարողանում է ամենադժվարին պահերին ամուր մնալ ու ստեղծագործել։ Ես կարծում եմ չկա հատուկ մի ժամանակ, որտեղ յուրաքանչյուր ժամանակ ստեղծում է իր հետաքրքրությունը։ Հիմա որոնումների միշտ թատրոնը այսպես է, ինքը որոնումների շրջան է ունենում, անընդհատ պիտի կարողանաս նորը գտնել, նորը փնտրել ու ինչքան հնարավոր է պահել շունչը։ Երբ որ ես ուսումնասիրում եմ, այսինքն ես ինչ որ ասում եմ, ինձանով չի պայմանավորված, ինձանից առաջ էլ է այդպես եղել։ Միշտ թատրոնում, մեր թատրոնում եղել է մուտք, մայրաքաղաքից, տարբեր տեղերից եկել են, սկսել են եւ հետո շարունակել են իրենց ճանապարհը։ Հիմա այդպես էլ շարունակվում է։ Ինքը, այսպես ասած, տրամպլին է նոր ստեղծագործող, նոր երիտասարդների ու բոլոր այդ մարդկանց համար ու վստահ եմ, որ այդպես էլ պիտի շարունակվի։ Այսինքն հատուկ ժամանակ չեմ կարող ասել, որ հիմա է ապրում իր ոսկետարը։ Միշտ էլ եղել է Գյումրու Վարդանաճեմյանի անվան թատրոնը ամուր ու հստակ գործող թատրոն։ 160 տարի։ Ու միշտ շարունակ հավատարիմ է մնում այն ավանդույթներին, որը ձևավորվել է այս տարիների ընթացքում, նաև այդ ավանդույթներին հավատարիմ մնալով տեսանյութում էլ տեսանք կադրեր, թե ինչպես է եղել համագործակցությունը ոչ միայն Գյումրու դրամատիկական թատրոնում աշխատող արտիստները այլ թատրոններում ներկայանալով, այլ նաև թատրոնը բաց դռներով հրավիրել է թե դերասանների, թե ռեժիսորների։ Ինչպիսին են այս համագործակցությունները ստացվել եւ արդյոք սպասենք առաջիկայում նմանատիպ նոր ներկայացումների, որտեղ կլինեն հրավիրյալ արտիստներ։ Երբ սրանից մի 8 տարի առաջ միտք եղացավ, որ թատրոնում ռեժիսոր հաստիկ պիտի չունենանք, շատ-շատերից մեղադրեցին որպես ղեկավար, մտածելով, որ ինչու է ռեժիսոր հաստիկը վերանում թատրոնից։ Սա մի նպատակ ուներ, որ թատրոնում պարտադիր չի, որ անընդհատ նույն մարդը բեմադրություն անի ու անձինս գեղարվեստական ղեկավարը։ Արդեն 8 տարի շարունակ Գյումրու Վարդանաճեմյանի անվան թատրոնը բարբերաբար մենք ունենք ռեժիսորներ Հովհաննես Հովհաննիսյան, Ասպրան Բաղդասարյան, երիտասարդներից Ռաֆայել Ասատրյան, Արտուշը Միքայելյան,
բայց իրենց կողքին իրենք պարտադիր բեմադրություններ են իրականացնում, բայց իրենց կողքին նաև բեմադրություններ են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերից։ Վերջի ներկայացումը ասեմ, որ մեր մոտ բեմադրություն է իրականացրել վերջինը Մերի Մարկարյանը, բայց դրանից առաջ Տաթևը Մելքոնյան, Գոռը Մարկարյան, Սաթեն Խաչատրյան, Արթուրը Սահակյան, այսինքն թատրոնը պիտի կարողանա ընդհանրապես հրավիրել նոր գեղագիտություն։ Շատ կարևոր է, որ թատրոնը ունենա իր սկզբունքը, բայց նոր միտք, նոր գաղափարներ միշտ պիտի լինեն ու չպիտի լինի մեկ ձեռագիր։ Այդպես նաև շարունակվում է դերասանական խմբի առումով, երբեք խնդիր չի ունեցել թատրոնը, երբ որ մայրաքաղաքից կամ մեկ այլ թատրոնից հրավիրում ես դերասան, որպեսզի խաղա։ Մերոնք պիտի կան Երևանում ու այլ թատրոններում խաղան եւ իրենք էլ չպիտի կարողան, այսինքն պիտի քո դռները բաց լինի ու դու պիտի կարողանաս նորը, իսկ ով է ասել, որ միայն Լյուդվիգ Հարությունյանը կամ մենք պիտի անենք բեմադրություն, անում են տարբեր մարդիկ ու անում են շատ լավ, որի համար ես շատ ուրախ եմ ու վստահ եմ, որ այսպես էլ պիտի շարունակվի։ Նաև հանդիսատեսն է ուրախ, ասեմ։ Նոր ձեռագիրը շատ կարևոր է թատրոնի համար։ Մենք խոսում ենք միայն դրական կողմերից, բայց համոզված եմ, որ կան նաև խնդիրներ, մարտահրավերներ դրված թատրոնի առջև եւ որոնք են դրանք։ Այդ խնդիրները միշտ պիտի լինի։ Մենք այսպես միշտ որ խոսում ենք ընկերներով, ասում ենք մենք անընդհատ խնդրեմ ունենք ու եթե չունենանք, մենք կստեղծենք այդ խնդրեմը։ Գիտեք ինչի, որովհետև թատրոնում եթե խնդիր չկա, խնդրեմ չկա, այդ ամեն ինչ լավ է, այդ մի քիչ ուրեմն ինչ որ բան չի։ Այսինքն ուրեմն լավ, այո, պիտի խնդիրներ անընդհատ փորձես հաղթահարել ու լուտ։ Ես որքան ինձ հիշում եմ, ես 2000 թվականից թատրոնում եմ ու մենք միշտ խնդիրներ ունենք, բայց այդ խնդիրներու այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով զբաղվել եմ նաև վարչարությամբ ու հասկացել եմ մի շատ կարևոր բան, եթե ամեն մեկ իր տեղում է ու զբաղվում է իր գործով եւ ամենակարևորը սիրում է թատրոնը, նվիրված է ու այդ նվիրումը ոչ միայն դերասանների կողմից է, այլ բոլոր աշխատողների կողմից է։ Մենք ունենք մարդիկ, ովքեր իրենց կյանքի կեսից շատն անցկացրել են այդ թատրոնում դերձակից սկսած մինչև կահույկա գործը։ Ու այդ մարդկանց աշխատանքը, երբ որ ես տեսնում եմ, հասկանում եմ մի կարևոր բան, որ ունեն մեծ նվիրում։ Իսկ խնդիրներ միշտ էլ կա, ու դու պիտի կարողանաս։ Չէ, կարևոր խնդիրներից, օրինակ լուսային, ձայնային։ Տեսեք, նախ շատ ուրախ եմ, որ թատրոնն ունի նորանշանակ երիտասարդ տնօրեն։ Այս հարցում էլ է մեր թատրոնը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի։ Մեկ մարդը չի կարող գալ ու շատ երկար, չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր երկար տարին են, բայց մեր մոտ անընդհատ փոխվում է։ Սա շատ կարևոր է։ Եվ ունենք երիտասարդ տնօրեն Արամը Կարապետյան, որ արդեն 1 տարի է ղեկավարում է որպես տնօրեն թատրոնում, ու ասեմ, որ շատ մեծ աշխատանք է տարվել։ Վերջի շրջանում, վերջի 5 տարիների ընթացքում թատրոնում ամբողջությամբ վերանորոգվել է թատրոնի ամենակարևոր բանը դա պատուհաններ էր։ Պետության աջակցությամբ պատուհանները փոխվեց, տանիքը փոխվեց, սա շատ կարևոր է։ Հենց այս պահին արդեն այդ աշխատանքներն են տարվում լուսային եւ ձայնային տեխնիկայի ամբողջությամբ փոխվում են։ Սրա հետ մեկտեղ, այսինքն ստեղծագործական խմբի այդ աշխատանքների հետ մեկտեղ այդ խնդիրներ կան, որոնք որ միշտ կան ու մենք անընդհատ փորձում ենք այդ խնդիրները բարձրաձայնել։ Ուրախ եմ, որ լսում են այդ խնդիրների մասին, որովհետեւ բաներ կա, որ թատրոնի ինքնուրույն չի կարող անել եւ պետք է աջակցություն։ Եվ եթե կարծում եմ դու աշխատում ես ու տեսնում են, ուրեմն աջակցում են քեզ նաեւ։ Վստահ եմ, որ բոլոր խնդիրները լուծվելուց հետո մեկտեղ շատ շուտով մինչև ամանոր ես վստահ եմ նոր ձայնային ու լուսային մենք տեխնիկա կունենանք, որը շատ կարևոր է այսօր 21-րդ դարում թատրոնում, բայց հետագայում նորից խնդիրներ կնկատենք, կտեսնենք ու կբարձրաձայնենք այդ մասին։ Պարոն Հարությունյան, նշեցիք, որ հյուրախաղերով այս տարի ներկա եք եղել Միացյալ Նահանգներում, նաև Ղազախստանում։ Այո։ Ղազախստանում ինչ անվանի գրողի հետ եք ծանոթացել, խնդրեմ պատմեք։ Ես ճիշտ ասած, գիտեք, փառատոնի ընթացքում մոտ 11 երկիր էր մասնակցում ու այդ երկրների բոլոր երկիրներն տարբեր դրամատուրգներ էին։ Մենք իրենց ազգային հեղինակների հետ ծանոթացանք, այսինքն եթե անուն պետք է հիշեմ, ես բային անուն չեմ հիշի, բայց ամենայն դեպս շատ հետաքրքիր էր այդ փառատոնը, որովհետև դու կարողանում ես տարբեր ազգերի մշակույթների հետ ծանոթանալ, մենք էլ մեր մշակույթը ներկայացրեցինք, բացի ներկայացումից նաև դու պիտի խոսես 21-րդ դարում թատրոնի թերի ու նշանակության մասին։ Իսկ դրամատուրգներից ասեմ, որ շատ ուսումնասիրել ենք ու շատ հետաքրքիր հեղինակներ կային, որոնք գործերը շատ հաճույքով նայել ենք, իսկ անունները ճիշտ ասած փոքրիչ բարդ չեմ հիշում այս բային։ Եվ քանի որ խոսեցինք փառատոններից, փառատոնները առհասարակ հյուրախաղերը հիանալի հնարավորություն են տալիս մշակութային շփման եւ նոր համագործակցությունների, արդյոք առաջիկայում կլինեն համագործակցություններ ոչ միայն հյուրախաղերի տեսքով այց Հայաստանի սահմաններից դուրս արտերկիր, այլ նաեւ հյուրախաղեր կլինեն Հայաստանում օտարերկրյա գործընկերների կողմից։
արտերկիր արդեն ունենք հյուրախաղ հրավեր եւ փառատոն 2026 թվականին եւ ասեմ որ հյուրախաղերից մեկը փառատոններից մեկի կմասնակցենք հենց այս նույն ներկայացումով, որը կոչվում է արտիստիկ խաղամերկ, որը ֆոլք փառատոն է ինքը, իսկ Հայաստանի տարբեր սահմաններում գիտեք խնդիրն ինչու՞մ է։ Այս սկզբունքը արդեն մի քանի տարի գործում է թատրոնում։ Եթե սրանից մի քանի տարի առաջ մենք մտածում ենք, որ երբ որ բեմադրություն ենք իրականացնում, պիտի կանք պարտադիր մայրաքաղաքում խաղանք։ Հիմա փոքր-ինչ գոռոզացել ենք, ասում ենք, եթե բեմադրություն ենք արել, իհարկե այստեղ խաղալը պատիվ է ու շատ ուրախ կլինեմ, բայց շատ կարևորում ենք նաև, որ իրենք են գալիս։ Եվ յուրաքանչյուր ուրբաթ-շաբաթ կիրակի մենք գալիս ենք, այո, գալիս ենք Գյումրի մեծ սիրով։ Գյումրիում կան շատ դիտելու, լսելու, նայելու տեղեր ու կարող են գալ ու վերջում էլ գալ օրվա վերջում ներկայացում նայելու։ Շատ են կարևորում, որ հենց իրենք են գալիս ու Գյումրիում ներկայացում նայելու։ Իհարկե, շատ կարևոր է նաև մեր մարզային հյուրախաղերը պարտադիր լինելու է։ Իսկ ձեզ ինչն է հենց ոգեշնչում բեմադրություններում։ Վերջի բեմադրությունը, որ ես իրականացրել եմ, ինձ գիտեք, ես չեմ կարող այդպես ընտրում մարդկա, որ ասում է, ես երազել եմ այս պիեսը բեմադրել։ Իմ կյանքում երբեք այդպիսի բան չի եղել, որ ես ասեմ, ես ամբողջ կյանքում երազել եմ սա ու արեցի։ Ժամանակն ու պահն է թելադրում, թե ինչ պիտի անես։ Երբեք չէի մտածի, որ ես կարող եմ օրից մի օր մայրաքաղաքում բեմադրեի Ֆիլոմենա Մարտուրանոն։ Այսինքն, երբ առաջարկը ստացա ու ասեմ, որ շատ սիրով աշխատել եմ, ողջունում եմ իրենց, մեր Մկրտչյան արտիստական թատրոնին, եւ ասեմ, որ այդ ժամանակ, երբ որ ստացա այդ առաջարկը, սկսեցի մտածել։ Պահն է ծնում թելադրանք, թե դու ինչ պիտի անես։ Ես երբևիցե չէի մտածել, որ կգա մի ժամանակ ու կունենամ կմտածեմ, որ պիտի բեմադրեմ Հարսանիք թիկունքում կամ Մաուղլի կամ Ինկաց Բերդի իշխանուհի։ Համենայն դեպս, բայց այդ ժամանակահատվածում, երբ ապրում եմ այդ գաղափարով, յուրաքանչյուր պիես, երբ ընտրում եմ, փորձում եմ ինչքան հնարավոր է այսօրական շեշտադրումներ տեսնել, անել ու տեսնել։ Ու կարծում եմ, որ շատ լավ է, որտեղ ես չեմ կարող մեկ պիեսի գաղափարով ապրել ամբողջ կյանքում ու չեմ ընկալում նաև այն դեպքը, որ ասում են ես երազում եմ սա խաղալ։ Ես չեմ ուզում երազես, որովհետև ինչ երազում ես, իստում է չի լինում։ Ավելի լավ է ցանկություն լինի ու նպատակ։ Եվ քայլեր, որոնք արդեն ձեր երազանքները, ճակերտավոր երազանքները դարձրել են իրականություն ու Գյումրու դրամատիկական թատրոնում արդեն շաբաթ օրը, վաղը չէ մյուս օրը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ 160-րդ թատերաշրջանը, հետագայում նաև կլինի խաղացանկային եւ այստեղ կարող ենք առիթն օգտագործել մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ կարող եք հետևել բոլոր նորություններին սոցիալական հարթակներում հետևելով Գյումրու դրամատիկական թատրոնի էջին, ինչպես նաև տոմս ձեռք բերել ձեր պաշտոնական կայքից, Գյումրու թատրոնի կայքից։ Ավելացնեմ, որ այդ օրը ոչ միայն ներկայացումն է լինելու, այլ նաև ջեմասրահում շատ հետաքրքիր ու ինքնատիպ միջոցառում ենք ունենալու, որտեղ պիտի ցուցադրվի 160 տարիների մասին պատմող ֆիլմ, պիտի ունենանք նոր ֆոտոալբոմ, որտեղ նկարագրվում է 160 տարիների պատմությունը եւ այդ օրը շատ հետաքրքիր նաև զգեստերի ցուցադրություն ենք ունենալու, որտեղ ներկայացնում ենք 160 տարիների պատմությունը, թե ինչ զգեստեր է ունեցել թատրոնը։ Հետաքրքիր երեկո է սպասվում շաբաթ օրը։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, մեզ հետ անցկացրեցիք առավոտը, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, անցնենք առաջ, լսենք երաժշտություն, վերադառնանք։